Իրատես-թերթը գրում է, ասում են, թե կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանի վերջին օրերի հեղափոխական պահվածքը շատերի համար անհասկանալի է եղել ոչ միայն այն պատճառով, որ ունենալով սեփական ռեստորան, սեփական ձեղնահար, կենտրոնի բազում խնդիրները թողած, Հայկ Մարությանի հետ ձեռք-ձեռքի տված սկսել է ամենևին ոչ էական խնդիրներ լուծել, սրճարանները ապամոնտաժելով։ Ավելին, քանդվել է ընդամենը 2 սրճարան, իսկ Սամվել Ալեքսանյանի, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, Վստրեչի ապերի, Արարատ Զուրաբյանի ոչ անհայտ Պետրոս Ղազարյանի կաֆեները մնացել են սրբորեն անձեռնմխելի։ Պատահական չէ, որ քաղաքապետ, ավելի ճիշտ սուպերմամա Հայկոին, իր հեռուստատաղավարում հյուրընկալած Պետրոսը ոչ մի հարց չհնչեցրեց այդ մասին։ Իդեպ քանդված սրճարաններից ջազվեի սեփականատերերից մեկը Մնացականյան Վիկտորի հորաքրոջ որդին է, մյուսը Քավորը։ Ժամանակին Վիտյան այնքան պինդ էր կանգնած Ռոբերտ Քոչարյանի եւ Հովիկ Աբրամյանի կողքին, ասաց ասողը, գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է, Սերժ Սարգսյանը Ղարաբաղից վերադարձել է, ինչ էր անում Ղարաբաղում, հարցրել է թերթը Ղարաբաղյան իր աղբյուրին։ Դե գրել եք Մնացականյան Լյովան առիթ ուներ, Վազգենի 60-ամյակն էր, գնաց վանքեր։ Իսկ անվտանգության խորհրդի համատեղ նիստից ինչու որոշ մանրամասներ հաղորդագրությունում տեղ չգտան, ընդհանուր ձևակերպումներ էին, հնչել է հարցը։ Շատ ծավալուն քննարկում էր բոլոր ուղղություններով, խոսվել է ամեն ինչից, ընդհուպ մինչև Հայաստան-Ղարաբաղ սփյուռք ռազմավարական ծրագրեր։ Հասկանալի է, առանց տնտեսություն անվտանգություն չի լինում, պայմանավորվածություն կա թեմաները չհրապարակայնացնել, ասել է աղբյուրը։ Թերթը նաև Իմ քայլը խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանին հարցրել է. «Պարոն Սիմիդյան, Նիկոլ Փաշինյանը իր վտարանդիության 11 ամիսը անցկացրել է ձեր տանը, ինչ էիք անում, չէր ձանձրանում»։ Փաշինյանը ողջ օրը. «Նորմալ մի տան մեջ ապրում էինք, իսկ հարևանները տեղյակ չէին, բա ձեր տուն իսկի մարդ չէր գալիս», հարցրել է թերթը։ Իհարկե գալիս էին, մեր տունը 2 հարկ է, ինքը հիմնականում մնում էր 2-րդ հարկում, իսկ ներքին տագնապ ունեիք, որ ահա մեկ էլ ու կարող եք Գորիկ Գուրգենիչը հայտնվի եւ ձեր ընտանիքի բոլոր անդամներին մեղադրեն իմանալ չհայտնելու հոդվածով։ Բացարձակ մենք համոզված էինք, որ ամեն ինչ ճշմարտության եւ լավի համար է արվում։ Այն ժամանակ տեսակետ կար, որ ԱԱԾ-ն չէր ցանկանում հայտնաբերել նրան», հարցրել է թերթը։ Հատուկ ծառայությունները ջանք չեն խնայել, որ նրան հայտնաբերեն, չկարողացան, պատասխանել է Սիմիդյանը։ Վանեցյանը կկարողանա, չէ՞, հիմա հայտնաբերել, եթե Սերժ Սարգսյանը թաքնվի, հարցրել է թղթակիցը։ Եսիմ, ասել է Սիմիդյանը։ Ժամանակ թերթը գրում է, մեր տեղեկություններով մոտ ժամանակներս բողոքի լուրջ ցույցեր, նույնիսկ անհնազանդության ակցիաներ են սպասվում կապված վիճակախաղերի մասին օրենքում փոփոխությունների նախագծի հետ, որով խիստ սահմանափակվում է բուքմեյքերական ընկերությունների ֆիզիկական ներկայությունը։ Թերթի աղբյուրները պնդում են, որ նոր իշխանությունների նման քայլերի հետևանքով հազարավոր մարդիկ կամ կդառնան գործազոր, կամ կկորցնեն եկամտի կայուն աղբյուրը։ Խոսքը ոչ միայն այդ գրասենյակներում աշխատողների, այլև վարձակալության բուքմեյքերականներին տարածքներ հանձնած մարդկանց մասին է։ Թերթի աղբյուրները պնդում են, որ մի քանի բուքմեյքերականների աշխատողներ ցանկանում են ծայրահեղ քայլերի դիմել հենց այսօր, բայց նրանց ղեկավարներին դեռևս հաջողվում է կանխել դա։ Սակայն թերթի հետ զրույցում փոխանցել են, որ երկար զսպել չեն կարող։ Մարդկանց օրվա հացն է վտանգված, խոսքը մոտավոր հաշվարկով 6000 մարդու մասին է։ Հրապարակ թերթը գրում է, երիտասարդ իշխանությունների աքիլեսյան գարշապարը իրենց կանայք են, նրանք ինքնուրույն հաջողությունների չեն հասել, բայց կարծում են, որ մեծ ներդրում ունեն իրենց ամուսինների հաջողության հարցում, ուստի եւ իշխանական դծակներից օգտվելու մեծ իրավունքներ։ Բայց եթե Հայաստանի վարչապետի կնոջ Աննա Հակոբյանի իրավասությունները քիչ թե շատ հստակ են, ապա անհասկանալի են մյուս առաջին տիկնանց հավակնություններն ու գործառույթները։ Ակտիվությամբ հատկապես աչքի ընկնում Արարատ Միրզոյանի կինը, երրորդ տեղում, որքան էլ զարմանալի է, քաղաքապետ Հայկ Մարությանի կինն է, ազգությամբ չէ, համեստ եւ առաջին հայացքից պասիվ Իվան։ Թերթի աղբյուրները ասում են, որ Հայկի քաղաքապետ ընտրվելուց հետո կինը քաղաքապետարանում էր անցկացնում ողջ օրը, սակայն հավանաբար հասկացրին, որ դա գեղեցիկ չէ եւ նա հիմա քաղաքապետարան է գնում աշխատանքային ժամը ավարտվելուց հետո։ Ասում են, որ նա ըստ էության քաղաքապետի խորհրդականի կամ օգնականի գործ է անում, ընդունում է տարբեր մարդկանց, բանակցում նրանց հետ, քննարկում տարբեր հարցեր, նաեւ շատ հաճախ ամուսնու փոխարեն պատասխանում է նրա հեռախոսին։ Հրապարակ թերթի տեղեկություններով դրսի բաժնեմաս ունեցող միջազգային ներկայացվածությամբ ընկերությունների շրջանում մեծ դժգոհություններ են հասունանում Հայաստանի կառավարության հանդեպ եւ նրանք որոշել են համախմբել իրենց ուժերը։ Այդ նպատակով պարբերաբար հանդիպում են քննարկում իրենց վիճակը, հարաբերությունները իշխանությունների հետ անելիքները։ Այս պայմանական միավորման մեջ են ներգրավված Lydian International-ը, Veolia ջուրը, Sanitec-ը, կապի որոշ օպերատորներ եւ այլն։ Եվ քանի որ նրանց խնդիրները ժամանակի ընթացքում ոչ թե լուծվում են, այլ աճում, ուստի ընդհանուր միտում կա դիմելու
արբիտրաժային ատյաններ։ Այս առումով Լիդիանի նախնական զգուշացումը 3 ամսից արբիտրաժային դատարան դիմելու մասին նրանց սրտով է եւ մյուսները սպասում են այս հարցով հետագա զարգացումներին։ Թերթին հայտնել են, որ իրավաբանական խորհրդատվական ծառայությունն էլ մեկ ընդհանուր ընկերություն է ներկայացնում, որը պատրաստում է քեյսերը եւ երաշխավորում դատարանում հաղթանակը, բայց արբիտրաժ դիմելը պետության համար ոչ միայն մեծ գումարների վճարման հետևանքով է հղի, այլև դրա արդյունքում արտերկրից ներդրումների հեռանկարը իսպառ կվերանա, գրում է թերթը։ Իրատես թերթը գրում է Նիկոլ Փաշինյանը թերևս բոլորից լավ է հասկանում, որ այս կադրերով եւ քաղաքականությամբ օրորի իշխանությունը կորցնելու վտանգի առջև է կանգնում։ Սեփական իշխանությունը հնարավորինս երկար պահելու համար նրան հարկավոր է ոչ միայն անակնկալ այցեր կատարել եւ բանաստեղծություններ գրել, այլև գործողությունների շարք ծրագրել, որոնք կապահովեն տեսարաններ, բայց ոչ հաց։ Թերթի տեղեկություններով Փաշինյանի շուրջ հավաքվել են նրա PR-ով զբաղվող վստահելի մարդիկ, որոնք գործողությունների պլան են մշակում հանրային աչքը շոյող քայլերով։ Գնալ գյուղ ռանչպարի հետ շփվել, չափածո հանձնարարական գրել, գիրք բաժանել, արտասանել, չի բացառվում նաև երգել, տպավորություն ստեղծելով, թե տառապում է հանրության հոգսով։ Չնայած PR-ով զբաղվողների ջանքերին երբեմն մշակված քայլերը հակառակ ազդեցությունն են ունենում, գրում է թերթը։ Մեզ հետ զրույցում քաղաքացիներից մեկը պատմեց, որ անակնկալի է եկել, երբ առևտրի կենտրոններից մեկում հանդիպել է վարչապետին տիկնոջ հետ, բայց զարմանքը կարճ է տվել, առևտուր անող վարչապետին այնքան շատ թիկնապահներ են ուղեկցել, որ շարքային քաղաքացիները զմռսվել են խանութի սրահում, մինչև նրանք բարեհաճել են ավարտել իրենց առևտուրը։ Ոնց պտտվում էի, դեմս դուրս էին գալիս թիկնապահները, դժգոհել է քաղաքացին։ Ժամանակ թերթը գրում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը որոշել է իրենով անել Աբրահամյաններին պատկանող բիզնեսները, հերթում առաջինը Արաքսի ափի ավազանի արդյունահանման բիզնեսն է, որով հնարավոր է զբաղվել միայն վարչական լծակների առկայության դեպքում, ինչն այսօր չունեն Աբրահամյանները, բայց ունի Սարգսյանը։